Ռուբիոն խոսում է Հայաստանի մասին, Մոսկվան նյարդայնանում, Վաշինգտոնը հիմա ոչ միայն խաղաղության, այլ նաև տարածաշրջանային խաղի մեջ է մտնում։ Բեքերսֆիլդում բանկը վերածվել է ռազմական գոտու, Դաունթաունում հաշիվ փակելու փոխարեն փողոցներն էին փակում։ Բենզինի գներից մինչև անօթևաններ ամեն ինչ մտել են տրապայքարի մեջ, Կալիֆոռնիան այսօր քվեարկում է։ Կեղծ խանութից մինչև կարտելի տուն Մեքսիկայից Կալիֆոռնիա ճանապարհը այս անգամ ոչ թե ֆրիվեյով էր, այլ էքսպրես մետրոյով։ Սպիտակ տան լրագրողական ընթրիքը վերադառնում է, բայց այս անգամ ավելի խիստ անվտանգությամբ, Թրամփն էլ խոստանում է թեժ երեկո։ Նախագահն ազգային հետախուզությունը վստահել է բնակարանային վերահսկողին, Ամերիկայում հիմա մորտգեջից մինչև National Security մեկ քաղաքական քայլ է։ Թրամփի հակաիշխանական ֆոնդը Սենատում վերածվել է մեծ սկանդալի, Վաշինգտոնում հիմա վիճում են, արդարություն է սա, թե քաղաքական բանկոմատ։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտական աջակցության համար։ Հավատացեք, կարծում եմ բոլորի մեկնաբանությունները եւ անչափ շնորհակալ եմ թեկուզ եւ փոքր սրտիկ ուղարկելու համար։ Իսկ հիմա սկսենք լուրերը, ու սկսենք այսօրվա Սենատից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Սենատոր Ստիվ Դեյնսն է բարձրաձայնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման եւ հայտարարել, որ Թրամփի վարչակազմը պատմական առաջընթաց է ապահովել տարածաշրջանում։ Նրա խոսքով TRIP ծրագիրը կարող է Հայաստանը դարձնել կարևոր տնտեսական եւ տրանսպորտային հանգույց։ Պատասխանելով հարցին, Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախորդ շաբաթ է ստորագրել ռազմավարական համաձայնագիրը Հայաստանի հետ եւ այժմ ցանկանում է ամերիկյան մասնավոր ներդրումներ բերել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մեջ, ճանապարհների, երկաթուղիների եւ տնտեսական միջանցքների ոլորտում։ Սակայն ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Ռուսաստանին եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Ռուբիոն բառացիորեն ասել է, որ Ռուսաստանը գոհ չէ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունից Հայաստանում եւ ըստ նրա կան նշաններ, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պարտվի ընտրություններում։ Ռուբիոն նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի փորձում խախտել Հայաստանի ինքնիշխանությունը եւ չի պահանջում, որպեսզի Երևանը հրաժարվի այլ երկրների հետ հարաբերություններից։ Նրա խոսքով Վաշինգտոնի նպատակը ոչ միայն խաղաղությունն է, այլ նաեւ Հայաստանի տնտեսության վերափոխումը եւ տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։ Սենատոր Դեյնսն էլ իր հերթին այս գործընթացը անվանել է աշխարհաքաղաքական բեկում, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ամենահին քրիստոնյա Հայաստանը եւ շիա մոհամեդական Ադրբեջանը նախորդ տարի Սպիտակ տանը ամրագրեցին պատմական առաջընթացը։ Հարավային Կալիֆոռնիայի Բեքերսֆիլդ քաղաքում մի տղամարդ փակվել է բանկի շենքում հնարավոր ռումբի պայթեցման սպառնալիքով։ Ոստիկանությունը շրջափակել է ամբողջ տարածքը տարհանվել եւ արգելափակված են բոլոր գոտիները եւ մի շարք կառույցներ, այդ թվում քաղաքապետարանն ու ոստիկանության գլխավոր վարչությունը։ Տեղում կենտրոնացվել են մոտ 1 տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ մեծ թվով արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։ Այս պահին հայտնի չէ, քանի մարդ կա շենքում եւ արդյոք կան պատաններ կամ վիրավորներ։ Կալիֆոռնիայում այսօր ընտրություններ էր, որտեղ ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած էր նահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքապետի մրցավազքերի վրա։ Կալիֆոռնիայում գործում է Top 2 primary համակարգը, ինչը նշանակում է, որ անկախ կուսակցական պատկանելիությունից ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները անցնում են նոյեմբերյան հիմնական ընտրություններ։ Նահանգապետի մրցավազքում լարված պայքարում էին Խավիեր Բեսարան, միլիարդատեր Թոմ Ստայերը, հանրապետական Ստիվ Հիլթոնը եւ մյուս թեկնածուները։ Հանրապետական թեկնածուները պնդում էին, որ երկար տարիների դեմոկրատական կառավարումը բերել է թանկ բենզինի, բնակարանային ճգնաժամի եւ հարկային ծանր բեռի։ Մյուս կողմից դեմոկրատ թեկնածուները կենտրոնանում էին սոցիալական ծրագրերի, բնակարանաշինության եւ կլիմայական քաղաքականության վրա։ Լոս Անջելեսում պայքարը դարձել էր ամենաանկանխատեսելին, գործող քաղաքապետ Քերենբասը փորձում է պահպանել պաշտոնը, սակայն նրա դեմ ակտիվ պայքարի մեջ է
Նիթիա Ռամանը եւ հանրապետական հերոստաաստղ Սփենսեր Փրատը քաղաքային ընտրությունների գլխավոր թեմաները դարձել են անօթևանությունը, հրդեհներից հետո վերակառուցումը, փողոցների վիճակը, հոլիվուդյան աշխատատեղերի արտահոսքը եւ քաղաքի ընդհանուր կառավարման ճգնաժամը։ Կան ընտրություններ, որոնք մեկ փուլով են, օրինակ Գլենդերի քաղաքային խորհրդի դեպքում թափուր 3 տեղ կա եւ 12 թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքած 3-ն էլ կընտրվեն։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով ստացվել է ավելի քան 470,000 փոստային քվեաթերթիկ, նախնական տվյալներով մասնակցությունը առավոտյան կազմել էր 24%, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան նախորդ նախնական ընտրությունների նույն ժամերին։ Պաշտոնյաները կանխատեսում են, որ մասնակցությունը կարող է սահմանափակվել 40%-ով։ Շրջանային մակարդակով գործել է շուրջ 220 ընտրական կենտրոն, որոնք աշխատել են մինչև երեկոյան ժամը 8-ը։ Ընտրատաղամասերում քաղաքացիները օգտվել են նաև բազմալեզու օգնությունից եւ նույն օրը գրանցման հնարավորությունից, իսկ փոստով ուղարկվող քվեաթերթիկները պետք է կնքված լինեն ոչ ուշ, քան հունիսի 2-ը։ Անցնենք ընտրական թեմաներից, ԱՄՆ Մեքսիկա սահմանի տակ հայտնաբերվել է հսկայական գաղտնի թունել, որը քննիչների օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար։ Թունելը հայտնաբերվել է Տիխուանայի մոտ եւ սկսվել է Սան Դիեգո քաունթիում գտնվող կեղծ Buy for Less խանութի տակից։ Քննիչների տվյալներով այն ունեցել է մոտ 900 ֆուտ երկարություն եւ ավելի քան 20 ֆուտ խորություն։ Թունելում եղել են երկաթուղային համակարգ, էլեկտրականություն եւ օդափոխություն։ Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են նաեւ զենքի փամփուշտներ, մետամֆետամին, մարիխուանա, բջջային հեռախոսներ եւ փաստաթղթեր։ Քննիչների կարծիքով տունը գործել է որպես պահեստավորման եւ թրաֆիկինգի կենտրոն։ Դատախազները պնդում են, որ թունելի միջոցով Մեքսիկայից հարավային Կալիֆոռնիայի տեղափոխվել մոտ 45 միլիոն դոլարի կոկային։ Գործով արդեն մեղադրանքի առաջադրվել 4 անձի։ Իշխանությունները կարծում են, որ թունելը կառուցվել եւ վերահսկվել է Խալիսկո New Generation կարտելի կողմից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցելու է Սպիտակ տան լրագրողների հայտնի ինտրիգին, որը կրկին կանցկացվի արդեն այս ամառ ապրիլյան զինված միջադեպից հետո։ Թրամփը Truth Social-ում գրել է, որ միջոցառման վերադարձը ուժի եւ տոկունության նշան է եւ ընդգծել, որ խելագարներին չի կարելի թույլ տալ փոխել ամերիկացիների կյանքի ձևը։ Ապրիլի միջոցառումը ընդհատվել էր այն բանից հետո, երբ զինված անձը փորձել էր ներխուժել Վաշինգտոն Հիլթոն հյուրանոց, որտեղ ներկա էին Թրամփն ու վարչակազմի պաշտոնյաներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Թրամփը հատուկ ընդգծել է միջոցառումը տեղի է ունենալու Փենսիլվանիա ավենյուում գտնվող Վելդորֆ Աստորիայում։ Դոնալդ Թրամփը ազգային հետախուզության ժամանակավոր ղեկավար է նշանակել Բիլ Փային քաղաքականապես հավատարիմ գործիչի, որը մինչև այժմ ղեկավարում էր Դաշնային բնակարանային վերահսկողության համակարգը եւ չունի փորձ ազգային անվտանգության ոլորտում։ Փայը այժմ ղեկավարելու ԱՄՆ ամբողջ հետախուզական համայնքը միաժամանակ պահպանելով իր պաշտոնները։ Թրամփի առաջին ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մայիսին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։ Լրատվամիջոցներում այն կապում էին Սպիտակ տան հետ լարված հարաբերությունները, թեև Գաբարդը պաշտոնապես նշել էր ամուսնու քաղցկեղի ախտորոշումը։ Թրամփը սոցիալական ցանցում Բիլ Փայի վերաբերյալ գրառման մեջ նշել է, որ նա մեծ փորձ ունի ամենազգայուն հարցերի կառավարման մեջ։ Այս նշանակում արդեն բուրըն քննադատության է արժանացել դեմոկրատների կողմից։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը նրան անվանել է կուսակցական խուլիգան։ Փայը վերջին ամիսներին ակտիվորեն մեղադրել էր Թրամփի քաղաքական հակառակորդներին, նրա թիրախում էին հայտնվել Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը, Կալիֆոռնիայից սենատոր Ադամ Շիֆը եւ Դաշնային պաուստային համակարգի ղեկավարներից Լիզա Քուքը։ Սակայն Դաշնային մեծ ժյուրին հրաժարվել էր մեղադրանք առաջադրել Լետիշիա Ջեյմսի դեմ, Ադամ Շիֆի նկատմամբ նույնպես որևէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել։ Միաժամանակ դատարանները թույլ չեն տվել Թրամփին հեռացնել Լիզա Քուքին իր պաշտոնից, իսկ ԱՄՆ գերագույն դատարանը արդեն լսել է գործի վերաբերյալ փաստարկները։ Բիլ Փայը նաև անշարժ գույքի խոշոր բիզնեսի ժառանգ է, նրա ընտանիքին պատկանող Փայ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1950-ականներին։ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները բախվել են Դոնալդ Թրամփի շուրջ 1.8 միլիարդ դոլարի հակաիշխանական ֆոնդի պատճառով։ Այն նախատեսված էր կառավարական չարաշահումների զոհերին փոխհատուցելու համար։ Հանրապետականների ներսում դժգոհություն կա ու Սենատի առաջնորդ Ջոն Թյունը հաստատել է, որ ֆոնդը փաստացի հանվել է հիմա սեղանից Կոնգրեսի ներսում բուրըն քննարկումներից հետո։ Միևնույն ժամանակ դեմոկրատները Թրամփին մեղադրում են պետական համակարգ անձնական շահերի համար օգտագործելու մեջ։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Թրամփը փորձում է կառավարությունը վերածել իր անձնական դրամապանակի։ Նրա խոսքով ֆոնդը կարող էր օգտագործվել ՄԱԳԱ դաշնակիցներին, միլիարդատեր ընկերներին եւ հունվարի 6-ի գործով մեղադրվող անձանց օգուտ տալու համար։ Դեմոկրատ սենատոր Ջեֆ Մերկլին հայտարարել է, որ սա ԱՄՆ պատմության ամենամեծ քաղաքական կոռուպցիոն սխեմաներից մեկն է։ Միևնույն ժամանակ հանրապետականները շարունակում են պնդել, որ Թրամփը դեռևս լայն աջակցություն ունի կուսակցության ներսում եւ ընտրություններում հանրապետական կուսակցությունը միավորված է նրա շուրջ։
Նորից վերադառնանք Մարկո Ռուբիոյին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները հիմնականում կենտրոնացած էին Իրանի-Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի վրա։ Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործողություններից հետո Իրանի ռազմական հնարավորությունները ծանր հարված են ստացել։ Նրա խոսքով Իրանը փորձում էր ստեղծել պաշտպանական վահան հազարավոր հրթիռներով, անօդաչուներով եւ ռազմածովային ուժերով, որպեսզի ոչ ոք չկարողանա կանգնեցնել իր միջուկային ծրագիրը։ Սակայն Վաշինգտոնի ռազմական գործողություններից հետո Ռուբիոյի այդ համակարգը փաստացի քանդվել է։ Նա նշել է, որ Իրանը ամեն օր հարյուրավոր միլիոնների կորուստ է կրում նավթի եւ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչը Ռուբիոյի խոսքով բերել է նրան, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել միջուկային ծրագրի որոշ հատվածներ, որոնք նախկինում նույնիսկ քննարկման թեմա չէին դառնում։ Առաջին փուլով Միացյալ Նահանգների հիմնական պայմանը Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումն է։ Դրանից հետո միայն ըստ պետքարտուղարի կարող է սկսվել բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ Թեհրանը պետք է համաձայնի բարձր հարստացված ուրանի սահմանափակմանը եւ միջուկային ծրագրի նկատմամբ երկարաժամկետ վերահսկողությանը։ Ռուբիոն եւ սենատորները քննարկել են նաեւ Իսրայել-Հեզբոլլահ հակամարտությունը, որը շարունակում է կապված մնալ Իրանի հետ բանակցությունների հետ։ Միացյալ Նահանգները փորձում է հասնել նրան, որ Հորմուզի ճգնաժամը, Լիբանանի պատերազմը եւ Իրանի միջուկային հարցը լուծվեն առանձին քննարկմամբ, բայց մեկ ընդհանուր դիվանագիտական փաթեթի շրջանակում։ Լիբանանը հայտարարել է Հեզբոլլահի եւ Իսրայելի միջև մասնակի հրադադարի մասին, սակայն ռազմական գործողությունները ամբողջությամբ չեն դադարել։ Լիբանանի դեսպանատունը Վաշինգտոնում հայտնել է, որ համաձայնությունը նախատեսում է Իսրայելի կողմից Բեյրութի եւ Հեզբոլլահի վերահսկողության տակ գտնվող արվարձանների վրա հարվածների դադարեցում, մինչդեռ Հեզբոլլահը պետք է դադարեցնի Իսրայելի դեմ հարձակումները։ Սակայն լարվածությունը շարունակվել է նաեւ հրադադարից հետո։ Իսրայելը հայտարարել է, որ Երեքշաբթի առավոտյան որսացել է 2 արկ, որոնք արձակվել էին երկրի հյուսիսային հատվածի ուղղությամբ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հեզբոլլահի միջնորդների միջոցով խոստացել է չհարձակվել Իսրայելի վրա, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է հետ քաշել Բեյրութի վրա հարձակման պատրաստվող ուժերը։ Հեզբոլլահի ներկայացուցիչները թեև հայտարարում են, որ պատրաստ են ամբողջական հրադադարի, բայց միայն այն դեպքում դա կլինի, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Լիբանանից։ Դիվանագիտական բանակցությունները շարունակվելու են Վաշինգտոնում, որտեղ կողմերը փորձելու են ընդլայնել համաձայնությունը ու կանխել պատերազմի հետագա սրումը։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։